Դիր մեդիան ներկայացնում է։ Ողջույն հարգելի հետևորդներ, Դիր մեդիայի հիմք հաղորդաշարի հերթական հյուրը աշխարհաժողով համահայկական շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանն է։ Բարև ձեզ, պարոն Ծատուրյան։ Պարոն Ծատուրյան, ինչպիսին պետք է լինի ազգային ամուր պետության հիմքը։ Ազգային ամուր պետության հիմքը պետք է կառուցված լինի ժայռի վրա։ Մեր դեպքում ժայռը մեր ազգային գաղափարախոսությունն է, որը ես անվանում եմ հայկական երազանք։ Այդ գաղափարախոսությունը պետք է համապատասխանի մեր պատմական փորձին եւ մեր խնդիրներին, որոնք որ ներկայային շատ լուրջ են, ընդամենը եւ շատ կարեւոր բանը մեզ համար հետեւյալն է, մեր գաղափարախոսությունը պետք է մեզ միավորի մեր հայոց հողի շուրջ, հենց դրա համար մենք մեր շարժումը անվանել ենք աշխարհաժողով, այսինքն մենք հավաքում ենք մեծ հայկի 15 աշխարհների ներկայացուցիչներին, որոնք գտնվում են Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ հայ ազգը միավորվել է աշխարհաժողովի շուրջ, պայքարել է հանուն իր հողի, հանուն իր Աստծուն եւ այդ կառավարման համակարգը մենք պետք է վերակենդանացնենք, եթե մենք ուզում ենք ապրել ազատ եւ իրականում ապրել խաղաղ։ Այսօրվա կառավարման համակարգում ինչ սպառներ կան։ Այսօրվա կառավարման համակարգը չի համապատասխանում հայկական պատմական փորձին, քանի որ մենք չենք կիրառում մեր ազգային մոդելը, այսինքն մենք կիրառում ենք հունական տարբերակը, հունական դեմոկրատիան, որը ամբողջ աշխարհում հիմա չի գործում, այսինքն այդ մոդելը արդյունավետ չի։ Միակ արդյունավետ տարբերակը հայ ազգի համար դա մեր աշխարհաժողովն է։ Եվ մենք տեսնում ենք, որ հիմա Եվրոխորհրդարանում հենց Եվրոխորհրդարանի մոդելը դա մեր աշխարհաժողովի մոդելն է։ Այսինքն ամբողջ աշխարհը արդեն Եվրոպան կիրառում է հայկական մոդելը, մենք էլ հին հունական մոդելով ենք ապրում։ Աշխարհաժողովի ինչ աշխատանքներ է այս պահին իրականացնում այս փոփոխություններն իրականացնելու համար։ Ներկայային աշխարհաժողովը հավաքում է ցանցը Հայաստանում եւ Սփյուռքում, հավաքում է հենց մեծ հայկի 15 աշխարհների ներկայացուցիչներին եւ նաեւ մենք հիմնել ենք աշխարհաժողովի հովանոթակ առցանց դպրոց, որի միջոցով մենք դասավանդում ենք հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայկական փիլիսոփայությունը, քրիստոնեության պատմությունը եւ այդ առցանց դպրոցի միջոցով մենք միավորում ենք մարդկանց մեր գաղափարախոսության շուրջ։ Ինչքանով է տարբերվում այսօրվա դպրոցական դասագրքերում հայոց պատմությունը, բարձրագույն ուսումնական հաստատություններում նաև կիրառվող պատմությունը ձեր դասավանդման process-ից։ Կան տարբերություններ, նմանություններ։ Ցավոք սրտի մեր համակարգը, կրթական համակարգը Հայաստանում արդյունավետ չի եւ չի համապատասխանում մեր ազգի արժեվ կանգնած խնդիրներին։ Այսինքն մենք չենք դասավանդում մեր գաղափարախոսությունը, մեր գլխավոր արժեքների մասին մենք չենք խոսում, հոգևոր սնունդ մենք մեր ազգին ցավոք սրտի չենք տալիս, նկատի ունեմ համ աշխարհիկ կառավարությունը, համ հայ առաքելական եկեղեցին, որը չի հասցնում։ Եվ մենք այդ գործընթացների հետևանքով մենք կանգնել ենք այն փաստի առջև, որ մեր բոլոր դասակարգերը փլուզված են
եւ աշխարհաժողով շարժումը իր ծրագրի մեջ առաջարկում է եւ մենք աշխատում ենք դրա վրա, որ նոր Հայաստանում ապահովենք անվճար կրթություն եւ անվճար բժշկություն, քանի որ որակյալ կրթության միջոցով մենք կարողանանք վերականգնել մեր կարևորագույն դասակարգները։ Ձեր լսարանին մարդկանց ինչպես է հավաքագրում, պարոն Ծաղտուրյան, ինչպես են իմանում ձեր մասին, հայոց պատմություն, փիլիսոփայություն եք հայոց դասավանդում մարդկանց ասացիք, ինչպես եք այդ մարդկանց գտնում, ընտրում, փնտրում, միավորում։ Մեր ալիքների միջոցով ենք մարդկանց փնտրում, բոլոր տեղեկատվությունները մենք տեղադրում ենք մեր աշխարհաժողով.org կայքի վրա, որի միջոցով մարդիկ կարողանում են միանալ, ցանկացած մարդ կարող է մեր կայքի միջոցով մտնի կայքի վրա, գրանցվի եւ փոխանցի իր տվյալները։ Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը ամուր պահելու այս վտանգավոր ժամանակահատվածում աշխարհաժողովը ինչ բացի այս ամենից ինչ միջոցառումներ է ձեռնարկելու կամ ձեռնարկում։ Հիմա մենք աշխատանքներ են իրականացում այս առումով։ Հիմա մենք զբաղվում ենք team building-ով, այսինքն մենք հավաքում ենք մեր թիմը Հայաստանում եւ Սփյուռքում եւ հետո երբ որ մենք արդեն համապատասխան քանակ կհավաքենք, մենք մեր համաժողովը կազմակերպենք եւ առաջի աշխարհաժողովի առաջին նիստը կլինի մեր Հայաստանում, մեր Երևան քաղաքում։ Պարոն Ծաղտուրյան, ինչ եք կարծում վերջին պատերազմի ժամանակ հայ հասարակության մոտ կարծիք ձևավորվեց, որ Ռուսաստանը չեկավ օգնության եւ դաշնակցային պարտավորությունները չիրականացրեց։ Ցավոք սրտի մեր կառավարությունը, Երևանյան իշխանությունները չեն կիրառում այդ ներուժը։ Պատկերացրեք, մենք քանակով ավելի շատ ենք Ռուսաստանում, քան ադրբեջանցիները, քան թուրքերը, բայց մենք Ռուսաստանում պարտվել ենք, քանի որ մենք չենք կարողացել այնպիսի մի հզոր բռունցք դառնանք, որպեսզի Ռուսաստանի իշխանությունները ստիպված մեր շահերը հաշվի առնեն։ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ինքը Հայաստանի դաշնակիցը չէ։ Իրենք պաշտոնապես մաքրում այդ հայտարարությունը արել են։ Դրա համար ես որևէ բան չեմ սպասում Ռուսաստանից, բայց մենք ունենք շատ բազմաթիվ եւ զարգացած հայություն Ռուսաստանում եւ մեր կառավարման համակարգը, ապագա կառավարման համակարգը պետք է նաեւ այդ ներուժը կիրառի հանուն մեր Հայաստանի։ Այսինքն ես որևէ ակնկալիքներ Ռուսաստանից չունեմ, բայց մենք պետք է շատ լուրջ հասկանանք, թե որ ոլորտներում կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ։ Ես կարծում եմ, որ անվտանգության ոլորտում ներկայապահի մենք չենք կարող համագործակցել, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ է։ Բայց դա չի նշանակում, որ առևտրական ոլորտում, տնտեսական, շինարարական ոլորտում մենք չենք կարող համագործակցել։ Կարծում եմ, որ կարող ենք եւ մենք պետք է նաեւ այնպիսի մի համակարգ ձևավորենք Ռուսաստանում, որ կարողանանք մեր հայկական ազդեցություն ունենանք նաեւ Կրեմլի վրա։ Ինչպեսի դիվանագիտական լծակներ են, այսինքն որ ուղղությամբ պետք է Հայաստանն ավելի շատ դիվանագիտական աշխատանքներ սկսի հենց նույն մեր պետականության ինքնիշխանությունը ամուր պահելու համար, նաև ռազմավարական գործընկերներ, ում եք տեսնում այս պահին Հայաստանի համար։ Մենք ունենք ծրագիր աշխարհաժողովում եւ մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է չեզոք պետություն լինի եւ պետք է դուրս գա հապկից առաջի հերթին։ Օրինակ Ադրբեջանը հապկի անդամ չէ, բայց Ադրբեջանը Ռուսաստանի հետ կարողանում է հարաբերություններ զարգացնել։ Մենք պարտավոր ենք հապկից դուրս գալ, բայց ոչ միայն
նրա համար, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնանք։ Ոչ, մեզ ՆԱՏՕ-ն էլ չի պետք։ Մենք բոլոր երկրների հետ Ադրբեջանի, այսպես կոչված Ադրբեջանի եւ Թուրքիայից բացի, բոլոր երկրների հետ մենք պետք է համագործակցենք տարբեր ոլորտներում։ Եթե օրինակ մենք տեսնում ենք, որ ռազմական ոլորտում չեն կարողանում Ռուսաստանի հետ համագործակցել օրինակ, ուրեմն պետք է այլ ոլորտ փնտրենք եւ այդ այլ ոլորտում աշխատենք։ Բոլոր երկրների հետ, բայց մեր ապագա պատերազմում մեր գլխավոր դաշնակիցը, ես համոզված եմ, կլինի Պարսկաստանը։ Քանի որ մենք ունենք համապատասխան պատմական փորձ։ Ժամանակին Տիգրան առաջինը Երևանդունին եւ Կյուրոս երկրորդը Ախեմենյանը։ Նրանք միասնաբար պայքարել են Բաբիլոնի եւ մարերի դեմ։ Եվ մենք հաջողակ ենք եղել պարսիկների հետ։ Ես կարծում եմ, որ այդ դաշնակցությունը մենք նորից պետք է ձևավորենք պարսիկների հետ։ Եվ նաև պետք է համագործակցենք Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ, այն երկրների հետ, որոնք պատրաստ են աջակցել մեր ինքնիշխանությունը։ Այդ թվում նաև ինչու՞ չէ Հունաստանի հետ եւ Կիպրոսի հետ, Ֆրանսիայի հետ պետք է հարաբերություններ ռազմական ոլորտում եւ տնտեսական ոլորտում զարգացնել։ Մենք ունենք շատ տարբերակներ, երբ որ մենք այլ երկրների հետ, իմ նշած երկրների հետ կարողանանք զարգացնենք հարաբերությունները, Ռուսաստանը ստիպված դեպքեր առաջարկներ կանի։ Հակակալ է, որ հայաստանյան իշխանություններն ունենալով հակահայկական դիրքորոշում համագործակցելով Թուրքիա-Ադրբեջանի հետ հայտ կներկայացնեն նման ռազմավարական գործընկերության ձեր նշած պետությունների հետ։ Երևանյան իշխանությունները պատրաստ չեն պաշտպանել համահայկական շահերը եւ իրենք ոչ Պարսկաստանի հետ, ոչ Չինաստանի հետ, ոչ Հնդկաստանի հետ իրականում չեն զարգացնելու հարաբերությունները։ Իրականում Երևանյան իշխանությունները պրոռուսական, պրոկրեմլյան քաղաքականություն են վարում, որը չի համապատասխանում մեր ազգային շահերին։ Ես որևէ ակնկալիքներ չունեմ։ Հարևան պետությունը պահանջում է, որ նաև Մինսկի խմբի լուծարում տեղի ունենա, այս մասով ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Աշխարհաժողովը դեմ է։ Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի այդ ֆորմատը պետք է պահպանվի եւ մենք պարտավոր ենք բանակցությունները շարունակել, քանի որ Արցախյան խնդիրը լուծված չէ։ Մենք ականատես ենք եղել, որ Արցախում տեղի ունեցան ռազմական հանցագործություններ, ցեղասպանություն, էթնիկ զատումներ եւ իմ համար եւ նաեւ իմ համակիրների համար Արցախյան խնդիրը լուծված չէ, քանի որ մենք համարում ենք, որ Արցախյան խնդիրը հայոց հարցի մի փոքր մասնիկն է։ Ներկա պահին մեծ հայկի տարածքների 90%-ը գրավված են եւ մեր ազգը պարտավոր է միավորվել եւ ազատագրել իր պատմական հողերը։ Եվ ես համոզված եմ, որ մեր պայքարը նորից սկսելու է Արցախից։ Բայց մինչև այդ մեծ խնդիրներ ենք մենք ունենալու Սյունիքում, քանի որ մեր թշնամիները պատրաստվում են հարձակվել Սյունիքի վրա եւ գրավել այսպես կոչված Սյունիքի միջանցքը։ Պաշտոնական բանկն օրերս հայտարարեց, որ Հայաստանը վերջապես համաձայնվել է վերջին այն համաձայնեցված երկու կետերի շուրջ։ Դրանցից մեկը Սյունիքի միջանցքի տրամադրումն է։ Ձեր դիրքորոշումն ու տեսակետն այս համատեքստում։ Աշխարհաժողով շարժումը դեմ է, որ Հայաստանը հատկացնի ցեղասպան Ադրբեջանին որևէ միջանցք։ Առաջի հերթին նրա համար, որ մենք համարում ենք Նախիջևանը, Ուտիկը եւ Արցախը
Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներ։ Մենք ինչպես կարանք մեր հայկական հողերը տրամադրենք թշնամուն եւ ճանապարհները նվիրենք թշնամուն։ Այսինքն դա հանցագործություն է հայ ազգի առջև եւ Երևանյան իշխանությունները այս քայլի համար պետք է պատասխանատվություն կրեն։ Քանի որ Սյունիքով մեր թշնամիները չեն բավարարվի։ Իրենք փորձելու են նաև այլ հայկական տարածքներ գրավել։ Հայաստանյան իշխանությունները տրամադրեցին իրանց զիջումների արդյունքում, հիմա հայտարարում են, որ Սյունիքից են ճանապարհ տրամադրելու, ինչ է սպասվում Հայաստանին։ Երևանյան իշխանությունները պատրաստում են մեզ համար Արցախի ապագան։ Այսինքն այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Արցախում, շրջափակումը, էթնիկ զատումները, նույն բաները իրենք պատրաստում են մեր գլխներին բերել Հայաստանում։ Դրա համար Սյունիքը իրենք պատրաստ են զոհաբերել եւ նաեւ այլ տարածքներ իրենք զիջեցին, այդ թվում նաև Կիրանցը։ Այսինքն իրենք պատրաստում են, որ Միջանցքը կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի հսկողության տակ եւ նաև հայ-վրացական սահմանը փակ կլինի։ Իրենք ամեն ինչ անում են, որ մենք լինենք շրջափակման մեջ։ Ծատուրյան երկրի թիվ 1 պատասխանատուն հայտարարեց, որ Միջանցքը վերահսկելու է հայկական կողմը։ Հավատալ այս արտահայտությանը, թե դա պարզապես պիվ է, Թուրքիան կթողնի արդյոք Հայաստանը վերահսկի այդ սահմանը, այդ ճանապարհը։ Իսկ ինչ խոսք արտահայտել է, որ ճշմարիտ է եղել։ Ի սկզբանե այդ իշխանությունը հատկացրել է այսպես կոչված Լաչինի Միջանցքը Ռուսաստանին, բայց փաստացի մենք ականատես եղանք, որ Ռուսաստանը չի վերահսկել այսպես կոչված Լաչինի Միջանցքը։ Ես մեռա ասելով, որ մենք իրավունք չունենք կիրառել այդպիսի տերմիններ Լաչինի Միջանցք, Սյունիքի Միջանցք, քանի որ այսպես կոչված Լաչինի Միջանցքը դա մեր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն է, որը անցնում է հայկական տարածքով, մեր հայոց հողի վրա է այդ ամենը։ Այսինքն իրենք փաստացի բոլոր ճանապարհները, այդ թվում նաև Սյունիքի Միջանցքը պատրաստ են հանձնել։ Թիվ 1 պատասխանատուն նաև խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարեց, որ տեքստն այնպես է ձևակերպվելու, որ տարածաշրջանային նշանակություն է ունենալու։ Ինչ է սա նշանակում։ Բայց արդյոք ցեղասպան Ալիևը իրավասու է փոփոխություններ մտցնել մեր սահմանադրության մեջ։ Մենք ունենք անկախության հռչակագիր, մենք ունենք սահմանադրություն։ Վատն է, լավն է, դա հայ ազգը պետք է որոշի։ Լավն է, թե վատ։ Հենց դրա համար ենք մենք ուզում եւ հավաքում ենք աշխարհաժողովը, քանի որ հենց աշխարհաժողովը պետք է որոշի այդ խաղաղության պայմանագրի կետերը, այսինքն ամբողջ հայությունը պետք է որոշի, որտեղ է Հայաստանը սկսվում եւ որտեղ է Հայաստանը ավարտվում։ Մեր սահմանների հարցը, պատերազմի եւ խաղաղության հարցը, այդ բոլոր հարցերը պետք է աշխարհաժողովը որոշի, պետք է որոշի հայ ազգը, որը սփռված է ամբողջ աշխարհով մեկ եւ մեր սփյուռքը միավորված պետք է օժանդակի մեր Հայաստանի բնակիչներին, Հայաստանի քաղաքացիներին օժանդակի, որ մենք այս ծանր իրավիճակից դուրս գանք։ Մենք ճնշման տակ իրավասու չենք որևէ փոփոխություններ մտցնել մեր սահմանադրության մեջ։ Առավել եւս ես կարող եմ ասել, որ մենք նկատի ունեմ
Երևանյան իշխանությունները, այլ ոչ թե հայ ազգը։ Երևանյան իշխանությունները հատել են բոլոր սահմանադրական կետերը։ Արցախի վերաբերյալ եւ այլ հարցերի վերաբերյալ։ Օրինակ, ներկա պահին Հայաստանի քաղաքացիները, որոնք որ գտնվում են Սփյուռքում, իրենք չեն կարողանում մասնակցել ընտրություններին։ Այսինքն մեր կանոնադրությունը չի գործում, որովհետև ես քաղաքացի եմ, հիմա ինչ կապ որ ես որտեղ եմ, Երևանում եմ, թե Հայաստանից դուրս։ Օրինակ, Միացյալ Նահանգների քաղաքացիները կարող են իրենց ձայները տալ Փարիզում կամ Լոնդոնում կամ Պեկինում։ Մարդիկ գնում են դեսպանատուն եւ այնտեղ իրենց ձայները տալիս են։ Իսկ Հայաստանի քաղաքացիները այդպիսի իրավունք ունեն սահմանադրության մեջ, բայց դա չի գործում։ Փաշինյանն ինքը բարձ արտահայտեց վերջին ամիսների ընթացքում, որ Սփյուռքում ապրող հայերեն մեր հայրենակիցներն ընդհանրապես իրավունք չունեն խառնվելու հայաստանյան ներքաղաքական որևէ ընթացքին։ Ես հիմա Սփյուռքի մասին չեմ ասում։ Ես Հայաստանի քաղաքացիների մասին եմ ասում, որոնք ժամանակավոր գտնվում են այլ երկրներում։ Եվ իրենք իրավասու են իրենց ձայները տալ, բայց իշխանությունները, Հայաստանի իշխանությունները իրենք ամեն ինչ անում են, որ Հայաստանի քաղաքացին այդպիսի իրավունք չունենա։ Այսինքն ոնց կարա 6 ամսից ավելի հնդիկ ժողովուրդը ապրող երկրում կարող է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, այսպես ասած, բայց մեր հայրենակիցները, որոնք 6 ամսից ավելի գտնվում են ասենք Ռուսաստանի Դաշնությունում, այդ process-ներին չեն մասնակցում։ Այսինքն իրենց համար նկատի ունեմ Երևանյան իշխանություններին։ Իրենց համար Հայաստանը ուղղակի գաղութ է, որի միջոցով իրենք փող են վաստակում եւ իրենց երեխաների համար բարեկեցիկ կյանք են ապահովում։ Բայց ազգի մասին չեմ մտածում։ Պարոն Ծատուրյան, չեք կարծում, որ միջազգային գանգատները, միջազգային դատարաններից հետ կանչման դեպքում հայաստանյան իշխանություններն այսպիսով արդարացնելու են ու արդարացնում են Ալիևյան ռեժիմի գործած բոլոր վճռագործությունները եւ այն ինչ որ Աստված մի արասցե տեղի կունենա ապագայում։ Եվ իրենք արդարացնում են ոչ միայն Ալիևին եւ իր ռեժիմը, այլ արդարացնում են Օսմանյան կայսրության ցեղասպանությունը հայերի նկատմամբ, ասորիների նկատմամբ, հույների նկատմամբ։ Այսինքն դա արդեն հանցագործություն է։ Եթե մենք չենք դատապարտում Ալիևին Արցախի համար, եթե մենք չենք դատապարտում թուրքերին իրենց գործողությունների համար, ցեղասպանության համար, ուրեմն մենք ապագայում ոնց որ կանաչ ճանապարհ ենք սարքում թշնամիների համար, որ իրենք գան եւ նորից ցեղասպանություն գործեն։ Այսպեսով մեր փրկության ճանապարհները, եթե ունենք կետեր, առաջարկներ, որն են։ Մեր փրկության միակ ճանապարհը դա համախմբումն է եւ ներկա պահին այդ համախմբումը մենք մեր աշխարհաժողովի հնարավորություններով մենք ապահովում ենք, անում ենք ամեն ինչ, բայց այդ համախմբումը պետք է ամբողջովին լինի եւ դրա համար մեր ընդհանուր շահերը պետք է գերազանցեն մեր մասնավոր շահերին։ Հիմա մենք տեսնում ենք, որ մասնավոր շահերը հայերի մեծամասնության համար ավելի կարևոր են, քան ընդհանուր շահերը։ Մեր ամենակարևոր ընդհանուր շահը դա մեր հայոց հողն է։ Մենք այլ բան չենք ասում, մենք ասում ենք եկեք միավորվեք, որպեսզի մենք միասնաբար կարողանանք պահպանենք մեր երկիրը, մեր հողը։ Մենք պետք է լուծենք մեր հոգևոր խնդիրը, քանի որ հայոց հարցը դա հոգևոր խնդիր է։ Տնտեսական չի այդ խնդիրը, քաղաքական չի, հենց հոգևոր խնդիր է։ Մեր ազգը չի ապաշխարում։ Մեր ազգը չի ընդունում իր սխալները, որոնք որ կրկնվում են դարեր շարունակ։
նույն սխալներն են գործում։ Մենք ինչու չունենք միասնականություն, որովհետև մենք իրար չենք սիրում։ Մենք սիրո մասին խոսում ենք, երգեր ենք ասում, բայց իրականում իրար չենք սիրում։ Իրար խաբում ենք, իրար դավաճանում ենք։ Ինչու մենք ունեցանք դավաճան կառավարություն, որովհետև մենք իրար դավաճանում ենք, իրար չենք հարգում։ Այդ հոգևոր խնդիրը ազգը պետք է լուծի։ Եթե ինքը իր կամքով չլուծի, դեպքերը այնպես են լինելու, որ մենք ստիպված կապաշխարենք։ Ստիպված։ Այդ դեպքում մեծ կորուստներ են լինելու։ Եվ բոլոր պատասխանատվությունը մեր վրա է, ամբողջովին։ Հայհանդություն։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Ծատուրյան։ Հարգելի հետևորդներ, զրուցում էինք աշխարհաժողով համահայկական շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանի հետ։ Կհանդիպենք հաջորդիվ։ Բաժանորդագրվեք Դիր մեդիայի ալիքին։